Մոմենտ, ճիշտ են ասում, Հայաստանը Կովկաս չի, Հայաստանը հայկական լեռնաշխարհ է, փոխանակ սա առաջ տանեք, նեղվում եք, որ ինչ-որ տուտուց ասել եք Կովկասցի չեք։ Այս թեզը դուք ամեն անգամ առաջ եք տանում ու մեզ այս օրին եք գցել։ Դուք ինչի չեք հասկանում, որ երբ որ իրանք ասում են հայերը Կովկասցի չեն, հարցը Կովկասցի լինելը չի, իրանք ասում են հայերը բնիկ չեն։ Այն ինչ որ Արցախը թողեցին ու ասեցին, որ հայերը բնիկ չէին, դրա համար ոչ մեկ մեզ չսատարեց, ոչ մեկ մեր մեջքին չկանգնեց, որովհետև Կովկասցի չի հարցը։ Ես ինքս եմ, ոնց եք դուք դա ինձ ասում, առանց ամաչելու դուք ոնց եք ինձ ասում, որ հայկական լեռնաշխարհի թեզը առաջ տար, երբ որ ես եմ հոլովակներ արել միլիոն հատ ու ասել եմ հայկական լեռնաշխարհի մասին։ Ոնց եք դուք դա ինձ ասում, ես չեմ հասկանում։ Կովկասի մասը հայկական լեռնաշխարհի մասը, այդ դա է պետք առաջ տանել, ու դա ճիշտ է, ու տենց է պետք ներկայացնել, որովհետև իրանց ասած Կովկասի չի նշանակում է բնիկ չես։ Այդ ակրիվը դրա մասին է, ոչ թե Կովկասենք թե չէ, կամ ասենք ինձանից ինչ Կովկասցի, կարող է պարզ չի, որ ես ինձ Կովկասի չեմ էլ համարում, ու ես դա միշտ ասել եմ ռուսերեն լեզվով, բոլորին ասել եմ, որ ես ինձ եվրոպացի եմ զգում, ես ինձ եվրոպական մենտալիտետ ես ունեմ, ես չունեմ ոչ մի կովկասյան կապեր, ու ես դա բացահայտ ասում եմ, նենց չի, որ ես կովկասցիների համար դոշ եմ տալիս։ Հարցը կովկասցի բառը նշանակում է բնիկ կամ չբնիկ, այդ նկատի ունեն, այդ դրա կռիվն է գնում 20 տարի, այդ որ ես եմ տեղեկատվական պայքարում 20 տարի ու այդ բառը նշանակում է բնիկ ես կամ բնիկ չես, կամ դու բնիկ ես ու Կովկասցի հետ կապ ունես, եվրոպացի հետ կապ ունես, որտեղ վրացիները իրանց տենց չեն ներկայացնում որպես բնիկ, համ կովկասցի, համ եվրոպացի, կամ դա ես դու, կամ էլ դու բնիկ չես, Հնդկաստանից ես եկել ու քրդի ցիգանի հետ ես, այդ ակռիվը 20 տարի իրանք ամբողջ աշխարհին համոզեցին, որ հայերը բնիկ չեն, կովկասցի չեն, այդ բառով, իրանք դաժե չեն էլ ասում բնիկ չեն, իրանք ասում են իրանք կովկասցի չեն, նայեք իրանց մշակույթը, Ցիսկարիձին էլ հենց այդ է ասում, նայեք իրանց մշակույթը ասում է, իրանց մշակույթը կովկասյան չի, իրանք Հնդկաստանից են եկել, կամ այդ բլոգերի մասին որ ասում եք ինչ որ բլոգեր, լսեք, սա տեղեկատվական պատերազմ է, որտեղ վրացիներն են առաջի գծում, ազերիները, թուրքերը իրանց հետևից են գնում, այս թեզերը սա Ալիևը սկսում է ու շաղ է տալիս վրացիների մեջ ու վրացիները բոլորը տանում են առաջ, երբ որ ձեզ ասում եմ հայտնի բլոգերը դա ներկայացնում է, այնտեղ Ցիսկարիձեն է անցում, ասում եք դե լավ մի հոգի է, բան այդտեղ չդնենք, այդտեղ բլոգերներն են բոլորը հերթով ասում, ասում եք դե լավ բլոգերին ով անեմ, ոնց, բա ինչով են նամ, ձեզ թվում է գալիս են մատենադարան տենց են ձեր մասին սովորում, իրանք ֆորումներում այսենց վիդեոներով սենց են սովորում, իսկ դուք այս բոլոր ինֆորմացիոն պատերազմում չեք մասնակցում, ասում եք դե լավ մի հոգի, 10 հոգի, 100 հոգի, չես կարա մտնես մի հատ հայկական հոլովակ նայես, որ տակը սաղ վրացիներ չլինեն ազերների հետ, ազերը գրուզինի, մի ազգի պես, մի հատ մտեք տուրագենստվայի հայկական Հայաստանից ու նայեք հոլովակները ու տակը կարդացեք ինչեր են գնում վրացիները, պատերազմա ինֆորմացիոն, դուք տարվել եք, որովհետև դուք կռիվ եք տալիս, մենք կովկասցի ենք, թե մենք կովկասցի չենք, սա չի կռիվը, դուք բռնեք ձերը, դուք ասեք, որ մենք հայկական լեռնաշխարհն ենք, իսկ Յուժնի Կովկասը դրա մասն է, ու մենք բնիկ ենք, մենք ենք, մեզանից է սկսում, իսկ դուք այդ ամբողջ կռիվը կարևոր թողել եք, ընկել եք ես կովկասցի ենք, թե կովկասցի չենք, հա, ինձանից այնց մի հատ կովկասցի է, լրիվ, տարազով կովկասցի եմ։